Այս վերքը սպիացող չէ և մեր վերքի դարմանը և մեր դատի լուծումը ես միայն տեսնում եմ մեր ժողովրդի միասնության մեջ, որով պիտի կարողանանք հզորացնել մեր փոքրիկ հայրենիքը այնքան, որ աշխարհի մեծերը մեզ հետ հաշվի նստեն, ուրիշ ճանապարհ ես չեմ տեսնում, երբեք և ոչ մեկի խնդրելով ոչինչ չի տրվել, աղքատին, թույլին, տնանկին ոչինչ չի տրվել, տրվում է միայն ուժեղին, նրան, ում հետ հաշվի են նստում, ուրեմն թող այսօրվա խորհուրդը մեկ անգամ ևս մեր մեջ արթնացնի զգոն լինելու, միավորվելու և հզորանալու։ Թուրքիայի հասարակության մեջ կարծեք թե առողջացման միտումներ չասեմ, նշույլներ կան առանձին։ Հնարավոր է Թուրքիան կարողանա դեմքով կանգնել իր պատմության դիմաց, ճանաչի իր սխալները ու դրա հանգրվանը դառնա ցեղասպանության ճանաչումային ծիր կողմից։ Անկեղծորեն ես կասկածում եմ։ Ինձ թվում է 100 տարի անց այսօրվա քայլերը գալիս են հաստատելու այն փաստը, որ ոչինչ չի փոխվել։ Մնացել է նույնը այդ պետությունը իր ներքին և արտաքին քաղաքականության մեջ։ Եվ նորից մեզ մեր բյուրավոր անթաղ նահատակները կոչ են անում զգոն լինելու, միավորվելու, մեկտեղելու մեր ողջ կարողությունները հզորանալու, դիմակայելու այդ ճանապարհով, որպեսզի արդարորեն լուծվի հայոց դատը։ Աշխարհում իշխում է ոչ Աստծո արդարությունը, եթե Աստծո արդարությունը իշխեր, մեր դատը վաղուց պիտի լուծված լիներ։ Աշխարհում իշխում է ուժեղի արդարությունը, ուրեմն պիտի ուժեղանանք։